ժամանակակից ուրեմն պատկերացումները այնպիսին են, որ առաջին պետականությունները աշխարհում առաջ են եկել 6000 մոտավորապես տարի առաջ դա Շումերում եւ Եգիպտոսում էր։ Այդ ինչն է հետաքրքիր։ Շումերում եւ Եգիպտոսում ուրեմն պեղումները ցույց են տվել, որ այդ պետականությունների եւ այդ մշակույթների ավելի պրիմիտիվ ձևերը բացակայում են։ Այսինքն այդ քաղաքակրթությունները հանկարծակի ծագել են։ Դեն բան չի կարող լինել դատարկ տեղ։ Ուրեմն այդ ենթադրությունը տեղալն է ժամանակագիտության, որ այդ ուրեմն մշակույթները եւ քաղաքակրթությունը ինչ որ տեղից եկել են ու հիմնել են մեկը Շումերում, մյուսը Եգիպտոսում։ Մախնդիր է դրված գտնել այդ երրորդ տեղը։ Ինչն է հիմա հեղափոխական մասը Կլաուշմիդի հայտնագործության։ Դա այն է, որ նա ցույց է տալիս, որ առաջին պետականությունները եւ քաղաքակրթության զարգացման առաջին, այսպես խոշոր նվաճումները եղել են հայկական լեռնաշխարհում։ Ու սա հիմք է տալիս բոլորին ենթադրելու, որ քաղաքակրթությունները Շումեր եւ Եգիպտոս վերվել է արդեն հայկական լեռնաշխարհին եւ Պորտասարը դες մի օրինակ։ Եթե մի պետություն է, որը այդքան խոշոր կառույց կարող էր կառուցել, նա չէր կարող բավարարվել, ասենք, միայն Ուրֆայի տարածքում։ Այն պետք է ընդգրկել ամբողջ հայկական լեռնաշխարհը։ Եվ մենք դրա հետքերը տեսնում ենք։ Իմ հետազոտություններն եմ իրականացրել Պորտասարի հետ կապված, որտեղ ես ցույց եմ տալիս, որ Պորտասարի տարիքը իրականում ավելի հին է, 6000 տարով ավելի հին է, այսինքն 18000 տարվա է։ Եթե Կլաուշմիդը իր ուրեմն գնահատականը, տարիքի հետ կապված գնահատականը կատարում է հնագիտական մեթոդներով, այսինքն գտել է օրգանական նյութ, ասենք, կենդանիների ոսկորներ այդ տարածքում։ Եվ դրանց վրա ռադիոլիրոտնի վերլուծությամբ ցույց է տալիս տարիքը 12000 տարի, բայց հիմա հարց տանք։ Արդյոք այդ ոսկորները այդտեղ գտնվել են հենց այդ կառույցի ստեղծման օրվանից։ Կառույցը մինչև վերջ չի պեղված։ Կարող է բացվել շատ ավելի հին շերտեր։ Պորտասարը